Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի լույս, ներողություն ենք խնդրում այսօր մի փոքր ուշանալու համար։ Դե ինչ ասենք, մեր Երևանում ավտոմեքենաները շատ են եւ խցանումներ շատ հաճախ են լինում, դրա պատճառով երբեմն ուշացնում ենք մեր եթերը։ Այսօր մեր հյուրն է էլի Արմեն Գասպարյան եղբայրն, նա հովիվ է, վստահ շատերը ճանաչում եք նրան եւ Արմեն ջան շատ շնորհակալ եմ եկար ընդունեցիր հրավերս եղբայր նաեւ ուզում եմ այսպես ասած ներողություն խնդրեմ շատ հաճախ չեմ հրավիրել քեզ բայց վստահ որ շատ անգամներ եղել եք մեզ մոտ բավականին երկար ժամանակ էր այսպես ասած Արմեն եղբայրը բացակայում էր մեր եթերում բայց այսօր փարտի էր որ հնարավորություն ունեցանք նորից ունենալ մեր մեջ եղբայրը Իրականում ես եմ ներողություն խնդրում, որովհետև իմ պատճառով ուշացավ եթերը, նաև ձեզանից եմ ներողություն խնդրում սիրելիներ։ Ոչինչ եղբայր։ Թող ամենամեծ սխալը դա լինի մեր կյանքում, չէ՞ կարելի ասել այդպես։ Արմեն եղբայր, եւ միանգամից անցնենք թեմային, այսօրվա թեման վերնագիրը շատ, այսպես ոնց ասեմ, հետաքրքիր վերնագիրը ինտրիգային, նաեւ image իմաստունի աստծո տողատակեր այդպես է վերնագիրը։ Դե միանգամից կարծես թե պատկերացնում եք ինչի մասին է խոսքը, աստծո գործունեության տեսանելի մասը եւ այդ չտեսանելի մասը, որը թաքնված է, որը բացահայտելու կարիք ունի։ Մի փոքր նախաբան եւ անցեք միանգամից թեմային։ Կամ միանգամից կարող ես թեմային անցնել։ Վերջի տարիներին ոնց որ ավելի շատ բացահայտում եմ ես իմ համար, որ իրականում են ինչ-որ թվում է, որ մենք գիտենք, սկսվում է վերաիմաստավորվել նրանով, որ Աստված նոր ձևով է հպվում այդ ամեն ինչին ու փառք եմ տալիս Աստծուն, որ իսկապես ինքը բացում է իր խորհուրդները ու ես հասկանում եմ, որ իրականում չգիտեմ։ Մեծագույն խաբկանքը նա է, որ շատ քրիստոնյաներ մեծ մասը մտածում են, որ իրանք տիրապետում են Աստծո խոսքին, արտահայտված իմաստին, բայց իրականում մոռանում ենք, որ Եսայայի մեջ Տերը ասում է, որ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, եւ դա միանշանակ է, դա չի կարող քննարկվի։ Ինչքան էլ մենք խաբկանքի մեջ լինենք, մեզ թվա թե մենք հասկանում ենք, գիտենք, բայց Աստծո խոսքը ավելի հաստատուն է, ավելի ճշմարիտ է, քան մեր բոլոր պատկերացումները։ Այսինքն պատահել է, որ իմ կյանքում էլ անկեղծ խոստովանեմ, թվացել է, թե ինչ-որ բաներ հասկացել եմ ու արդեն ինչ-որ տեղ եմ հասել, հա, մնացածը շատ քիչ գիտեմ, ես ավելի շատ գիտեմ, այսպես ինչ-որ տպավորություններ է ստեղծում, բայց արի ուտես, որ շատ քիչ բան, շատից քիչը գիտենք, ինչպես Պողոսն էր ասում։ Պողոսը ասում է, որ նա որ կարծում է թե բան գիտի, ոչինչ չգիտի, ինչպես որ պիտի իմանա։ Շատ լավ, կարծում է որ բան գիտի։ Հենց սկսում ես կարծել որ բան գիտես, ու նա ոչինչ չգիտես։ Հայտնի փիլիսոփա Սոկրատեսը ասում է, որ ես մի բան գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Շատերը դա էլ չգիտեն։ Որ ոչինչ չգիտեն։ Դու գիտես որ ոչինչ չգիտես, հաստատ ինչ-որ գիտենք որ ոչինչ չգիտեն։ Սա շատ ավելի հետաքրքիր մակարդակը հարաբերության, քան այն որ այտենց ինքնախապված մտածում ենք որ մենք գիտենք հասկանում։ Կարանք ասենք որ կներես որ ընդհատում են, բայց կարանք ասենք որ այստեղ էլ է խոնարհությունը երևում, որ դու գիտես որ ոչինչ չգիտես, թեկուզ ինչ-որ բան գիտես, սա խոնարհություն է համարվում։ Այո։ Վաու։ Իրական արժեքը հենց դա է։ Հենց դրան է բերում Տերը մեզ, որ հասկանանք ու խոստովանենք, որ չգիտեմ, կամ ես սխալ եմ իմացել, կամ սխալ եմ պատկերացրել, կամ չեմ հասկացել այն թաքնված տողատակերը, որ Աստված թողել է։ Օրինակ այդ նույն խոսքի մեջ Եսայայի մարգարեության 55-րդ գլխի, որտեղ ասում է իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, ինչպես բարձր է երկինքը երկից, այնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Մի հատ է ասես համարը դա կա։ Եսայա 55 8-ից։
Այսինքն անհասանելի են իրանք մարդկային ուղեղին հասկացողությանը, Պողոսն էլ ասում է, որ Աստված թույլ չտվեց, որ մարդը իմաստությունով Աստված ճանաչի։ Այսինքն այդ դուրը փակ է, բայց իրականում այդ շատ գրավիչ խաբկանք է մարդկային իմաստությունը միացնել, որպեսզի Աստծո խոսքը հասկանալ, եւ դա տանում է ուրիշ տեղ լրիվ։ Բայց դա ցույց է տալիս, որ ոնց են իր խորհուրդները, ոնց կարան դառնան մեր խորհուրդները, շարունակության մեջ ասում եմ, որ ինչպես որ անձրևը իջնում է եւ ձյունը երկնքից, այսինքն միակ տարբերակը նա է, որ Աստված իր բարձր խորհուրդները բացի մեզ, մատչելի դարձնի, հնարավորություն տա։ Իսկ դա մակերեսի բան չի, մակերեսի վրա չկա այդ բան, Աստված չի սիրում իր արժեքները էստի համեցեք անի, ինքը ծածկում անթակարակը, ոնց որ առակացի մեջ գրածա, որ Աստծո փառքը բանը կամ այդ տրամաբանությունը ծածկելն է, խոսքը ծածկելն է, բայց թագավորների փառքը քննել է այդ ծածկվածը։ Այսինքն ինչի ասում թագավորների, որովհետև եզակի մարդիկ կան, որ նախ հասկանում են, որ դա իրանց հասկացածը չի, օրինակ արտի մեջ պահված գանձը։ Իրանք ովքեր արտով են հետաքրքրված, արտով էլ ապրում են, որովհետև դա կերակրում է իրանց։ Բայց նրանք ովքեր ավելի մեծ փափագ ունեն, ոնց որ կորխի որդիներն են ասում, հոգիս ծարավի Աստծո կենթանի Աստծո խորն են, ավելի խորն են, ինչ կա, ոչ թե ինչ կարատայինց, այլ ինչ կա։ Ասում են փափագ, օրինակ ոնց որ Մարիամը հարություն առած Հիսուսի գերեզմանի մոտից, որ չէր գնում, որովհետև իր համար գերեզմանի մեջ մեռած Հիսուսի մեջ ավելի իմաստ կար, քան կողքի աշխարհում, ու ինքը Հիսուսին էր ուզում, թեկուզ մարմինը։ Ու Հիսուսը հատուկ, դու գիտես, հորը գնալու ճանապարհից հետ դարավ, որպեսզի Մարիամի փափագը լրացնի։ Առաջինն էր, որ բացահայտեց։ Այո։ Կարող ենք ասել, որ այ վիճաբանությունները երբեմն կարծրատիպեր են ստեղծվում, տարբեր համայնքներ, չգիտեմ, վերջը դինամինացիաներ, եկեղեցական սովորույթներ, մեկ է սկսում են վիճաբանություններ տեղի ունենալ, դրա պատճառով է նաև, որ իմ իմացածը 100% է, հա, ասենց ինչ որ եւ վեճեր են ստեղծվում։ Համարցակ բան ես ասում, բայց ձևա։ Դե շատ փակագծեր չբացենք, բայց կա այդ երևույթը, մենք խոսում ենք երևույթների մասին, չէ՞։ Իրականում դա կախված է նաև ժամանակի մեջ, որ Աստված հայտնություն ա տվել որևէ անհատի, եւ այդ հայտնությունը պատճառ է եղել որոշակի շարժի եւ կաղապարվել է այդ հայտնության վրա, մինչդեռ Աստված շարունակել է իրան բացել ու առաջ գնալ։ Այդ ձև։ Երկու բան նայենք ծածկված տողատակերից։ Այո։ Ամենալավ տեղերից մեկը դա Հռոմեացի 8-րդ գլուխն է։ Ես շատ եմ սիրում այդ։ Շատ լավ։ 8-րդ գլուխը ոնց որ գանձարան է։ Շատ։ Հատկապես այս համարը, որ շատերը սիրում են ու օգտագործում են, բայց իրականում այս համարը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք եւ օգտագործում ենք մեր կարիքների համար։ 8-ի 28-ից 30 համարները։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին։ Նրանց, որ նախասահմանելով կանչված են, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարնակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ, եւ որոնց, որ առաջուց սահմանեց, նրանց կանչեց, եւ որոնց կանչեց, նրանց արդարացրեց, որոնց արդարացրեց, նրանց փառավորեց։ Սա շատ օրհնյալ հատված է, շատ խորը, բայց շատերը վերցնում են ընդամենը 28-րդ խոսքը, որ ասում են, գիտենք, որ ասում սիրողներին ամեն բան գործակից է լինում բարին, նրանց, որ նրա նախասահմանությունով կանչված է։ Այս են վերցնում մարդիկ, հիմնական, որովհետև սա մեր կյանքի դժվարությունների համար բավականին լավ նեցուկ է, ապավեն է, մենք դրան հենվում ենք, կրթնում ենք։ Չէ, շատ պիտի ասես, որ ստացվի, չէ, դավանում ենք, չէ, լիքը, մի 100 անգամ ասա, որ ստացվի։ Ճիշտ է։
Ցավալի է, բայց այդ ձևը։ Ցավալի։ Բայց ինչքան խորը բան կա այստեղ։ Օրինակ, ինչ է նշանակում բարի գործակից են լինում։ Որն է բարին։ Որտեվ ասո բարին միշտ չի որ բարի է թվում։ Ծածկված է ասո բարին։ Կամ որ ասո կամքը միշտ բարի հաճելի կատարյալ է։ Երբ որ նայես դու 4 կողմդ կարող է բացարձակ ոչ մի բարի, ոչ մի հաճելի եւ կատարյալ բան չգտնես։ Բայց դա կարող է ծառայի բարի համար։ Բայց որն է ինձ բարին, մեր պատկերացած բարին որն է։ Մեր մեջ բարին շատ անգամ ասոցացվում է բարի Աստված, բարի բաներ, լավ բաներ, կոմֆորտ, հա։ Ես էլ եմ պատկերացել, որ ի վերջո այս փորձությունը, որ ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ ծանր լինի, ինձ ավելի ուժեղ է հանելու, ինձ հանելու է մի նոր մակարդակ։ Աբրահամ, չգիտեմ դու բացահայտել ես, որ մեր կյանքի ու շատ շատերի հայտնությունները գալիս են էգոիզմի հիմքի վրա։ Շատ կարևոր։ Տեսա, ես շեշտեցի, ինձ լավ ալնելու, ես ավելի ուժեղ եմ դառնալու։ Հարցը վերաբերում է իմ պատկերացրած բարին, որ ես դրանից օգուտ եմ ունենալու, ես դրանից շահելու եմ։ Բայց Աստված չի ասում, որ քո պատկերացրած բարին ալինելու, այլ այն բարին, որին ինքը նախասահմանել է, որովհետև շարունակության մեջ ինքը ասում է, որովհետև նրանց, որ առաջից ճանաչեց, շատերից թվում է, թե ինքը այն ժամանակ դեռ չճանաչել է, որ մենք հերոս ենք, որ մենք լավն ենք, որ մենք ուրիշ ենք, որ մենք տարբերվում ենք, որ մեր միջոցով ինքը ուրիշ ձևի կարա դրսևորվի։ Սա մի հատ խաբկանք է, որը որ տանում է հետո հիասթափության, որովհետև Աստծո ճանապարհները ուրիշ ձև են լրիվ, ուրիշ ձև են, ինքը ուրիշ ձև է հասնում եւ ուրիշ բանի է ուզում հասնի։ Օրինակ, շարունակության մեջ ինքը ասում է, նրանց որ ճանաչեց, ովքեր էին իրանք, ինչը ճանաչեց, ես միանշանակ մի բան եմ հասկանում, որ ճանաչեց նրանց արձագանքը Քրիստոսին։ Նրանց արձագանքը Քրիստոսին, նրանց մեջ մի բան կար, որ արձագանքեց։ Պատճառ է դառնում, որ Աստված կարողանա իրանց դնի իր ուզած այդ բանի մեջ, միանշանակ, եւ որոնց հետ կաշխատի ըստ այդ արձագանքի, որոնք թույլ կտան Աստծուն շարունակելու իր գործը, այն գործը, որ մենք չենք հասկանում ու չենք պատկերացնում, որտեվ երբ որ անցնում ենք իրականում այդ process-ը, որ Աստված բարի գործակից է դարձնում, դա մեզ համար շատ անսպասված է, շատերս էլ աղաղակում ենք, ասում ենք, բայց դու ինձ ուրիշ բան էիր խոստացել։ Արձագանքելու մասին թույլ կտաս մի նկատառում։ Արձագանքելը այո ասելը չի։ Արձագանքելը համակրանք չի։ Դա շատ ավելի խոր իմաստ ունի։ Այսինքն բանը անդիմադրելի լինել իր խոսքի նկատմամբ եւ ամբողջովին հանձնվել իր խոսքին, այսինքն համաձայնվել իր կամքի հետ, սա ինստիտուցիոնալ հարց է։ Սա ավելի շատ ոչ թե հավատքի հետ մենակ կապ ունի, այլ նաև Աստված ճանաչման հետ կապ ունի։ Միանշանակ։ Որ երբ որ մեր հավատքը անգամ մեզ պատվազի տանում, կոպիտ ասած, նրա անձը ճանաչելով մենք ասում ենք, որ ես քեզ վստահում եմ։ Ճանաչելով չենք հասկանում ինչա, բայց վստահում ենք, ոնց որ գրած Աբրահամը անհույս բաներին հույսով հավատաց։ Ճանաչելը հենց գիտես ինչա, քո մեջ մեխանիզմ է ստեղծում, արժե համակարգ։ Ճանաչել Աստծուն, արժե համակարգ, ուղիղ կապ ունի իրար հետ։ Այո, որովհետև գրված է, որ փառք տվեց հավատքով, մտածելով, որ նա դες անձի մասին է խոսում, ոչ թե կարողության անձի նրա որակների մասին, նա ով որ խոստացավ, հավատարիմ է լա որ կատարի, այսինքն անձի բնութագրին է վերաբերվում եւ հավատքը նրա անձին սրան է վերաբերվում։ Ամեն։ Օրինակ ու շարունակություն ասում է, որ նրանց որ սկզբից ճանաչեց, ամենասկզբից էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինել։ Սա հենց դրա մասին է։ Սա շատ ամբողջ իհարկե Արմեն ջան, պատմության, մարդկության ստեղծման ամեն ինչի իրականում Աստծո համար
գերագույն կամ միակ նպատակը սա է, գիտես, քանի գնում ես խոսքեր ինձ համար շատ ավելի արժեք են ստանում, որովհետև իմ առաջի, ես շատ անգամ ուրիշ առիթներով էլ ասել եմ, որ իմ առաջի հայտնությունը եղել է նա, որ ոնց կարելի էր իմ նմանի տեղը Հիսուսը Աստծո որդին մահանա։ Սա իմ առաջի հայտնությունն է եղել, եւ ես ասել եմ, ավելի ճիշտ կլներ, որ ես չփրկվեմ, քան թե Հիսուսը իմ տեղը մահանա։ Ու Աստված պատասխանել է իմ այս խոսքին, երբ որ ես հակառակվում էի, չէի կարող ընդունել իր զոհը, ինքը ինձ ասեց, քեզ արդարացնելու ուրիշ ճանապարհ չկար։ Ու ես հասկացա, որ դա կատարված փաստ է ու ինձ պետք է ուղղակի արձագանքել դրան։ Արձագանքել։ Հա։ Ու բայց գիտեի, որ այն որ վճարված է իմ համար, դա իմ գինը չի։ Շատ հեռու է իմ գինը, որտեվ ես գին չունեմ, որտեվ ես, այսինքն գին չունեմ ոչ թե լավ առումով, այլ վատ առումով ես։ Այսինքն շատ է վճարված, քան ես արժեի, չափից դուրս է վճարված, անսահման շատ է վճարված։ Ու ես հիմա այս խոսքերից եմ հասկանում, որ իրականում Աստված չի վճարել իմ համար։ Աստված վճարել է, որ ինձ Քրիստոսի նման դարձնի։ Միայն փրկվելու համար չի վճարել։ Այո։ Սա շատ կարևոր բան է։ Փրկվելը միայն սկիզբն է։ Շատերը դրանով են զբաղված։ Փրկվեցի, չփրկվեցի։ Ադուղանչիկի պես բան է։ Ես հիմա փրկվեցի, հիմա չփրկվեցի։ Սխալ արեցի, չփրկվեցի։ Լավ բան արեցի, փրկվեցի։ Սենց ինչ-որ անիմաստ կրոնական կյանք։ Որովհետև դա ասպարեզից հանում է գինը։ Այո։ Քրիստոսին։ Անարգանքը։ Որը Քրիստոսը Աստծո միակ օբյեկտն է, որի վրա նրա ամբողջ հաճությունն է, ցավալիորեն մենք երբ որ սա չենք հասկանում, փորձում ենք հաճեցնենք իրան։ Բայց հաճեցնելով մենակ միակ տարբերակ կա համաձայնվել Աստծուն, որ մեզ դարձնի Քրիստոսի նման։ Վաու։ Կարծում ես ինչի համար է խաչը։ Խաչը մեր համաձայնությունն է, որ Աստված շարունակի կերտել Քրիստոսին մեր մեջ։ Աբրահամ ջան, որ մենք թույլ ենք տալիս նրան։ Մենք ոչինչ չենք անում, որ նա հաջողի։ Խաչ սա է։ Մեր ձեռքերն ու ոտքերը մեղված են ու մենք չենք խանգարում Աստծուն։ Սա գիտես ինչի նման է։ Ոսկերիչը այդ մատանին ֆիքսում է դազգայի վրա, որ այդ ադամանդների համար տեղ բացի։ Քերոմա, չէ՞։ Բայց այդ ուժը այդ մամլիչի մեջ է, որ ֆիքսել է մատանին ու կարողանում է անի այն ինչ որ ինքը ուզում է։ Այն ինչ որ իր սրտի մեջ ուներ, մինչև որ ինքը կասեր լույս լինի։ Հասկանում ես չէ՞։ Սա իր նպատակը հենց է ու այս կոնտեքստի մեջ բարի գործակիցը բարին այ Քրիստոսն է։ Նրան նման դարձնել սա է, ցանկացած բաները Աստված օգտագործելու է, որ մեզ դարձնի նրա նման։ Թե ինչքանով դա մեր համար բարի կլինի, այդ արդեն ճաշակի հարց է։ Ես այսպեսի խոսքեր ունեմ, որ բարին է վերաբերվում, սա է, որ բարի չի նշանակում բարիք։ Բարին լրիվ ուրիշ իմաստ ունի ըստ ավետարանի, ըստ Աստվածաշնչի։ Դա նշանակ հրեական մեկնաբանության մեջ էլ բարի բառը, որ ասես բարի է արեգակին, լուսնին, այդ նույն բարի մասին է։ Դա նաև պիտանելիության մասին է խոսում։ Պիտանի է կամ որակով է։ Ես ուզում եմ քեզ կերտեմ որպես որակով մարդ, որն է Քրիստոսի պատկերը։ Ես քեզ համաձայնվելով եմ ասում սա։ Կամ ավելի եթե բան անենք, այդ կոնկրետ ասենք, սա է, որ ես ստացա ինչ որ ուզում եի։ Դա իմ ներսի ունեցածի իրականացումն է։ Այսինքն դա քո կյանքի գերագույն նպատակն է, իշխող, գերիշխող։ Աբրահամ ջան, Աստծո, Աստծո եւ քո։ Աստված ստեղծեց երկինքը։ Այդ նպատակը քո մեջ էլ է դնում ինքը խոսքով։ Դու ցանկ սիրում ես դա։ Հա, այդպես է։ Ստեղծագործության մեջ, երբ որ Աստված ամեն անգամ ասեց օրվա վերջին, ասեց բարի է, Աստված տեսավ, ասեց բարի է։ Իդեպ ասեմ, որ մարդուն որ ստեղծեց, չասեց բարի է, հետո վերջին ընդհանուր։ Չէ, բարին հետո պետք է ասի, ապրես բարի եւ հավատարիմ ծառա, այսինքն դու դա դեռ պետք է ժառանգես Տիրոջից, դա քո ժառանգություն։ Էս մի քիչ ուրիշ թեմա է, բայց ինչերից է։ Ուրեմն տեսեք ստեղ գրած է
ում որ սահմանեց նրանց կանչեց չկա մի մարդ իրականում ով որ ինքն իրան գլխի ընկածելնի որ ինքը պետք է Աստծո մոտ գնա դա Աստծո հոգու ջանքն աշխատանքն է նախաձեռնությունը սա շատ կարևոր խոսք է այսինքն ինքն է սկսում ինքն է նախաձեռնում Պողոս ասում ոչ մեկը չի կարա Քրիստոսին Տեր ասի առանց միանշանակ Արմեն ջան սրտովս էր այս խոսքը ու դրա համար ինքն է կանչում ում որ կանչեց նրանց արդարացրեց էլ ոնց Քրիստոսի արած գործով ուրիշ արդարություն չկա ամեն Քրիստոսի արդարությունը հավատքով վերագրվում է մեզ բայց ամենամեծը ամենազորավոր խոսքը սա է նրանց որ արդարացրեց նաև փառավորեց այստեղ տողատակն է ինչ է նշանակում մեր ականջների համար փառավորեց Քաբլիցի որ փառավորենք չէ ինչի ես ասում օրինակ շատերին շատ բան է տալիս լավ սպասում է տալիս որ իրանք պետք է փառավորվեն հա մի օր պիտի փառավորվեն շատերն էլ կերտում են իրանց փառավորվելը որովհետև իրանք ուրիշ ձև են հասկանում այդ փառավորվելը շատ ճիշտ է Սամեն ջան միանշանակ ես համաձայն այս տողատակը չհասկանալ նշանակում է վնասել քեզ եւ Աստծո գործը այո ինչ է նշանակում որ Աստված փառավորեց Այստեղ մարդկան ես ինչ որ ուզում եմ տոկոս մտնի, հա, օրթախ լինի։ Մեծ տոկոս։ Նայ, մի հատ օրինակ ասեմ։ Հիշում ես որ Մովսեսը գնաց Տիրոջ առաջ բարեխոսելու, որ Տերը վերադառնա Իսրայելին, որ առաջնորդի նորից։ Հա։ Երբ որ Տերը Մովսես ասեց, եթե քո առաջնորդ կտա դու արի նորից հետ, դու մեզ առաջնորդի, առանց քեզ չենք ուզում ոչ մի տեղ գնանք, Տեր ասեց, ների քո ժողովրդին Մովսես ասեց, Տեր ասեց, լսեցի քեզ, իմ առաջնորդ գտար։ Մովսեսը հասկացավ, որ մի հատուկ ընդունելություն ունի ու որոշեց ամենա ցանկալին, ամենափափագելին Աստծուց խնդրի այդ պահը օգտագործելով եւ ասեց, եթե քեզ քո առաջնորդ կտա, քո փառքը ցույց տուր ինձ։ Աբրահամ Սա շատ հետաքրքիր է։ Ինչի Մովսեսը փառք չհամարեց, օրինակ Աստծո զոր դրսևորումները Եգիպտոսի մեջ։ Նրա հարվածները Եգիպտոսին։ Ինչի փառք չհամարեց Մովսեսը Կարմիր ծովի ճեղքվելը։ Փառավոր էր, շատ փառավոր էր։ Ինչի փառք չհամարեց, օրինակ դառը ջրերի քաղցրանալը։ Որտեվ մենք փառք ենք համարում հրաշքները, չէ՞։ Զորությունները։ Երբ որ ասում ենք Աստված փառավոր է, դա է ասոցացվում մեր մեջ, հրաշքներ, նշաններ։ Հա, բայց Մովսեսը դրան չի ասում, որտեվ եթե դրան փառք համարած լիներ, ինքը չէր խնդրի որ փառքը ցույց տար, բայց չէ որ դա փառքի ցուցադրման ինչ որ մի բան կարա լիներ։ Ինչպես տեսնենք քո փառքը, չէ՞, ինչ-որ։ Եվ ինքը ասում է քո փառքը ցույց տուր ինձ։ Ու Տեր իրան ասում է չի կարող մեկը ինձ տեսնի ու կենթանի մնա։ Կարծում ես սա մենակ զապրետ էր, մերժում էր, ոչ, սահմանում էր։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ իմ նպատակը նա է, որ ձեզ ազատեմ ձեզանից։ Աստծո փառքը սա է, որ մենք ազատվենք այն ինչ որ այնտեղ ազատենք այնտեղը, որտեղ պիտի գրավի Քրիստոսը, որը Աստծո փառքի ցոլքն է, դրսևորումն է։ Ինչ է նշանակում, որ փառավորեց, նշանակում է փոխարինեց մեզ Քրիստոսով։ Դա ինչ է նշանակում։ Պողոս ասում է, ես արդեն չեմ ապրում, Քրիստոսն ապրում իմ մեջ, այս սա է նշանակում։ Փառավոր Աստծո փառքը։ Դա նշանակում է մեր մահը եւ Քրիստոսի կյանքը մեր մեջ։ Ում որ արդարացեց, փառավորեց, նշանակում է Քրիստոսին բերեց այդ մարդու մեջ, իսկ դա անպայման պիտի լինի մեր փոխարեն։ Այսինքն որ չեն կարա մենք լինենք
համ Քրիստոսը։ Չի, համատեղություն չի լինի։ Թեպետ մենք փորձում ենք դա անել, բայց չի լինի։ Ասում աշխատում ենք այս հինը չհանենք, նորը հագնենք, բայց չի անում այդ ձև։ Անայախպես մի հետաքրքիր միտք եկավ մեջս, դու խոսացիր, որ Տերը ուզում է մեզ փոխարինի Քրիստոսով, մեզ մարդկային բնույթը, տեսակը փոխարինի Քրիստոսով։ Դա շատ կարևոր բան է։ Եվ նաև խոսացինք նրա խաչի մասին, չէ՞։ Այսինքն ես մի համար հիշեցի, Աստծո փառքի մասին ենք խոսում։ Սա շատ եթե մենք այսօր միայն սրա մասին խոսանք, դեռ բավարար չի ժամանակը։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ, Աստծո փառքը Քրիստոսի խաչն է։ Քրիստոս ինքն է, որ շոշափելի դարձավ մեզ համար, ինչպես նայ, ասում է խաչի քարոզչությունը որոշների համար հրյաների համար գայթակղությունը, հույների համար հիմարություն, բայց մեր համար Աստծո փառքն է կամ զորությունն է ասում, բայց նույն իմաստ ունի։ Աստծո զորությունն է կամ փառքն է, այսինքն մենք այդպես կարող ենք միայն հասկանալ Աստծո փառքը, ուրիշ տարբերակ չկա, չէ՞։ Այո, Աստծո խտացած փառքը Գողգոթան է։ Վաու։ Որտեղ Գողգոթան, մահը եւ հարությունը։ Որտեղ Քրիստոսը հոր կամքը կատարելու համար, շատ զորավոր։ Հոր կամքը հորը փառավորելու համար, ինչի է Հիսուս ասում ժամը հասավ փառավորի քո որդուն։ Վաու, որ քո որդին է քեզ փառավորի։ Այսինքն փառքը մեռնելն է հոր համար։ Այո։ Հոր կամքի համար մեռնելն է։ Այո։ Դրանից ավելի մեծ փառք չի եղել։ Փաստորեն փառավորվելը մեռնելու արդյունքում է տեղի ունենում, որ հենց հիմա կարդացիր։ Այո։ Նայ, մի հատ ուրիշ բան ասեմ։ Աբրահամ Հովհաննես 15-ի մեջ ասում է, որ սրանով այմ հայրը փառավորվում, որ դուք գնաք շատ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնայուն լինի։ Հիսուսը ասում է, սերմը եթե չմեռնի, պտուղ չի տա։ Ինչ է դա նշանակում։ Եթե իրար կողք դնենք, սա է նշանակում։ Սրանով իմ հայրը կփառավորվի, որ դուք մեռնեք։ Եվ գա նոր պտուղը, որը Քրիստոսն է։ Ամեն։ Ոնց կարանք ուրիշ բան ասենք այստեղ։ Այստեղ դադարում են խոսքերը։ Օ, Հիսուսը փառավորեց օրը։ Այո։ Ինքը, որ իրան էր հանձնված լրիվ, ինքն էր որոշողը, որ աղաղակում էր Գեթսեմանում, որ եթե հնարավոր է թող անցնի, բայց վերջում ավելացնում էր ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը լինի։ Այս սա մենք չունենք։ Մեր ինքնապահպանման բնազդը սարսափելի զորավոր է, որի հիմքում եսն է դրված։ Մենք ամեն ինչ կանենք, մենք բոլորին վարի կտանք, որ մեր եսը պահենք։ Ու սա ուղիղ հակառակն է Քրիստոսին, սա ուղիղ հակառակն է խաչակրությանը։ Ամեն։ Մենք սաղին կխաչենք, մենակ մեզ չկպնեն։ Սա մեր բնույթն է, ու սրանից է, որ պետք է Աստված մեզ ազատի։ Որտեղ ենք մենք հաղթում դավանության խոսքով մի մասն ընդամենը։ Նրանք հաղթեցին 3 բանով։ Ինչ էր դա։ Վկայության խոսքը, Քրիստոսի արյունը, գառան արյունը, այո։ Եվ իրենց կյանքերը չսիրեցին։ Ինչև մա։ Այս երրորդը վերջնական հաղթանակով։ Մենակ եսի չէ, ներքսը լավ է, չէ՞։ Բայց սա է հաղթում։ Իհարկե։ Իսկ ով կարա չսիրի իրան, մեկը, ով որ տեսել է իրան Աստծո առաջ։ Ով որ գիտի, որ ինքը ապրելու բան չի, իր տեսակը ոչ ոք։ Աբրահամ, եթե շատ անկեղծ լինենք, մենք մեր համար կարանք խոստովանենք, որ մենք մեզ համար էլ մի բան չենք ներկայացնում, մի բանի պիտանի չենք։ Ճիշտ է։ Սաղ կյանք մենք էլ ենք մեզանից դժգոհ, մեր մեջ, բայց ուրիշների առաջ մենք այնքան կարևոր ենք։ Ու ամենասարսափելի բանը, որ կարա լինի այդ դրսևորման, դա եսն է, ոնց որ Ռաֆայել աղբերն էր ասում, եսը կրոնական հանդերձներով։ Որ կրոնա, որ ցույց է տալիս ինքը այն ինքնակամ կրոնով, հիշում ես, որ ասում է խոնարհության ցուցադրությունով, մարմինը չխնայելով, բայց ամեն ինչ ծառայեցնում են իրանց մարմնի համար։ Ումա պետք է Քրիստոսը, որի կարիքը բոլորս ունենք, թե մենք, թե մեր շրջապատը։ Լավագույն բանը, որ մարդը կարա անի Աստծո համար,
թույլ տա, որ Քրիստոսը իր մեջ ապրի։ Թույլ տա, որ Աստված իր գործը շարունակի, խաչի գործը։ Դրանից ավելի լավ բան չեն կարող մենք անենք Աստծո։ Այդ խոսքը որ Տերը ասում է, երբ որ աչով տալիս ես, ձախը թող չիմանա։ Մենք սա ինչ որ շատ հասարակ բաների վրա ենք էլի, տողատակը, այ այսօրվա թեմատ որ տողատակ, ինչ խորհուրդ կա դրա տողատակը։ Առաջին հայացքից հասկանալի է, դուր, բայց ուրիշներին մի ասա։ Գուցե դա ճիշտ է, բայց դա շատ ավելի խոր իմաստ ունի։ Աչքը աստվածային խորհուրդ ունի, ճիշտ է, ուղիղը, մաքուրը, բայց ձախը մարդու խորհուրդն է։ Այդ քո ձախդ մարդկայինը մի խառնի աչքի հետ։ Ներես իմաստ ունի, ինչպես դու ասեցիր, հա։ Բայց իրականում այդ սոցիալական ցանցերը լիքն են գովազդով, որ ես էս արեցի, որ ես են արեցի, որ Ես բախինամ, որ ես էլ չլինեմ այդպես։ Լուրջ եմ ասում։ Այնքան մոտիվացիաները թաքնված են, Արմեն, շատ թաքնված են։ Ես երբեմն բացահայտում եմ ինձ իմ մեջ կեղտոտ մոտիվացիաներ։ Ուզում անկես խոստովանեմ, ինչի՞ չէ։ Բայց սիրում եմ բացահայտել, սիրում եմ դա։ Մարգարեն դա շուտ ասել մարդու սիրտը ամենից չար եւ ապականված։ Դավիթն էլ ասում, թե քնի սիրտս։ Կարիք ունենք լույսի մեջ գալու։ Այո։ Պետք է հասկանալ, օրինակ մի հատ անձնական մի բան ասեմ։ Երբ որ Աստված խոստում է տալիս ինձ, օրինակ երբ որ ինձ խոստում տվեց, շատ ջող խոստում տվեց։ Ես այդ խոստումից վերցրեցի մենակ այն ինչ որ իմ քիմքին հաճելի էր։ Այնտեղ շատ գրավիչ բաներ կար։ Եվ չնայեցի ինչ կար տողատակում ասած։ Տողատակում ես այն հաճելին չեմ ասում, բայց ասեմ ինչ կար տողատակում գրված, ասված էր որ քո ճանապարհին շատ դժվարություններ կունենաս։ Ու ես դա անտեսեցի։ Տեր ասում էր ամուր բռնի ինձանից եւ դու դրանք ամբողջությամբ կհաղթարես եւ քո կյանքի մեջ կտեսնես իմ մեծ փառքը։ Տարիներ ես սպասել եմ որ այդ փառքը հայտնվի։ Ու դրան զուգահեռ ձևով, քո պատկերացրած ձևով։ Դրան զուգահեռ Աստված է ձև պարալել գործ արել իմ կյանքի մեջ իր ուզած ձևով։ Այսինքն որ Տերը խոստում է տալի, պիտի չոքերը դողա։ Պետք է հասկանալ, որ ինչ որ տեղով տանելու է ինձ Տերը։ Ինչ որ բան պատրաստել, որ չեմ էլ ուզի դալին ունենալ, կարելի այդպես ասել։ Նա տեղ կարդամ Աբրահամ ջան։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-ից։ Ինչպես նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է։ Նրա ճանաչողությունով, որ մեզ կանչեց փառքով ու առաքինությունով, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից փախնելով։ Մեր եսը ինչ է վերցնում ստեղից, վերցնում է նա, որ մեզ տրված են ամենամեծ եւ պատվական խոստումները։ Այն մնացածը։ Բայց թե ինչի համար են դրանք տրված։ Ինչ գնով։ Ինչի համար, ինչ նպատակով են տրված։ Իրականում տես, որպիսի որոնցով հաղորդ, որ նրանցով իրականում շատ սիրուն։ Երբ որ ես ձևը ասում, ցույց է տալիս, որ դա ընդամենը միջոց է։ Ապրես միջոց է, ոչ թե նպատակ։ Խոստումները Աստծո համար միջոց են, որպիսի մեզ բերի իր դասգահի վրա։ Որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնության, ինչ է նշանակում սա, փոխարինվել Քրիստոսով, նրա բնույթը մեր տեսակի։ Այսինքն չես կարող հաղորդակից լինել ու նրա նման չլինել։ Իսկ խոստումները մենակ մեզ քաշում են եւ մեզ համոզում են, որ մենք թույլ տանք, որ նա անի այն ինչ որ ինքը ուզում է։ Մենք փորձություններով, նեղություններով, տառապանքներով երբ որ անցնում ենք, սպասում ենք վերջին, որովհետև խոստումները պիտի կատարվեն։ Բայց Աստծո համար խոստումները միջոց են, որ մեզ մտցնեն այդ ճանապարհը եւ պահեն այդ ճանապարհի վրա։
որպեսզի մենք իր հետ հաղորդակից լինենք։ Եվ ուժ տամես, որ փախնենք, եղբայր։ Դե չէ մենք մեր ուժով չենք կարա փախնենք, չէ՞, հետո աշխարհի ցանկություններից ասպա փախչենք։ Դա է ասում։ Օրինակ Հովսեփը, մի հատ օրինակ, Պարս Հովսեփը։ Հովսեփին ամենամեծ եւ պատվական խոստումներ էին տրված, չափից դուրս։ Հա, գլուխը պատատվում էր արդեն, չէ՞, այնց ինչ որ հարբած վիճակի։ Բոլորը իրան երկրպագում էին, անգամ հայրն ու մայրը, իր եղբայրներն էլ նախանձից արդեն մեռնում էին, պատրաստ էին ամեն առիթով իրան սպանեն, ու այդ ձև էլ փորձեցին անեն։ Հովսեփը կարար պատկերացնել, որ երկրպագել իրան, խոնարհվել իրան, կնշանակեր իր անձի խոնարհումը, իր անձի ոչնչացումը։ Ոչ։ Դες ինքը ու դա սկսեց, երբ որ ինքը այն բարձունքներից հայտնվեց փոսի մեջ։ Այն խոստումների, պատվական խոստումների այդ իր պատկերացրած մակարդակից իջավ հայտնվեց փոսում։ Բայց չգիտեր, որ փոսը գալիք բաների համեմատ երանություն է։ Որտեղ դրանից հետո գնաց իր ստրկությունը, դրանից հետո գնաց իր բանտարկությունը, ամենամեծ ու պատվական խոստումները։ Հովսեփը ի վերջո Աբրահամ Աստված երազներ տեսնող իր անձի վերաբերյալ։ Ճոխ երազներ տեսնող Հովսեփին պետքա դարձներ ուրիշների երազները մեկնող։ Ինքը երազներ չէր տեսնում։ Իր համար չկար հայտնություն երբ գալու այս ամեն ինչի վերջը։ Ինքը փորձում էր գտնել, տեսնում էր դա մատրվակի մեջ եւ այլն։ Բայց ի վերջո Աստված հասավ նրան, որ Հովսեփից ոչ մի բան էլ չմնաց։ Երբ որ կանգնեց ինքը փարավոնի առաջ, ինքը իրան չէր համարում այն մարդը, որը որ պիտի լինի։ Ասում էր թող փարավոնը գտնի մեկին։ Ես հավատում եմ, որ ինքը շատ անկեղծ էր։ Եթե ձև չլներ, չէր դրվի այն տեղում, որտեղ Աստված է։ Հա, շատ հետաքրքիր է։ Չասեց ես կանեմ դա։ Հա։ Խոնար դիրքից։ Մովսեսը, Աբրահամ, Մովսեսը խոստում ուներ, որ պետք է Իսրայելին Եգիպտոսից հանի։ Գրված է, որ նա կարծում էր, թե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով պիտի ազատի Իսրայելին, բայց եղբայրները չիմացան։ Ինքը գնաց իր ստացած խոստումները կատարելու, բայց չգիտեր, որ Աստծուց պետք է, որ նախ Մովսեսի մեջից հանի Եգիպտոսը։ Նախ Մովսեսին դարձնի մեկը, որը որ ոչ մի հենարան չունի սեփական առավելությունների վրա։ Ինչ ուներ Մովսեսը։ Ուներ իշխանություն, ուներ փառք, ընդունելություն, հարգանք, ուժ, իմաստություն, գիտելիքներ, որ սովորել էր Եգիպտոսի ամենաճոխ դպրոցներում։ Բայց իրան պետք էր իրանից հանի այդ ամեն ինչը, հանի, դարձնի դատար կանոտ։ Ու 40 տարի պետք եղավ, որ Մովսեսին հասցնի այնտեղ, որտեղ հասցրեց իրան, Մովսեսը արդեն ասում էր ում ուզում ես ուղարկի։ Ով կարա, նա որ խոստումներ ունի, ով կարա թողնի իր փառքը ուրիշին։ Մենակ նա որ մեռել այդ փառքի համար։ Ու ասում պետք էր դա։ Առաքյալները մեծ պատվական խոստումներով կոչումով առաքյալի միանգամից կանչվեցին, իշխանություն ստացան բոլոր ցավերը, հիվանդությունները բժշկելու, բոլոր դևերին ազատելու։ Կարծում ենք, թե հենց այդ էր ուզում Աստված, հենց այդ էր ուզում Հիսուսը, չէ, որ գային ասեն, որ բոլոր դևերը հնազանդվում են, այդ էր ուզում, չէ, այդ ավանսն էր, որովհետև առաքյալները պիտի անցնեին ուրացման դաժան դպրոցը, որ հասկանային, որ աստվածային խոստումները իրանց անձի հետ չի պայմանավորված։ Արմեն ջան, դա մեզ պետք չի եղբայր։ Դու մեզ ասա ոնց փրկվենք։ Ես հիմա ուրիշ լեզվով եմ խոսում այդ։ Ինձ դժոխքից ազատենք, փրկվենք, դրախտում լինենք եղբայր, ես չես խոսում։ Այն վերջինը ներս մտնենք ու դուրը փակենք։ Հա, էլի։ Այն մնացած չարերն է թող վառեն կրակին։ Բայց դրա համար է վճարված Աբրահամ։ Բաստո նպատակը։ Ինչի ասում, որ դու մեր բրուտն ես, մենք քո կավը։ Որ մենք մեզ կերտենք։ Չէ, որ ինքը կերտի։ Ու ինքը ընդամենը մի հատ պատկեր ունի, որով ուզում է մեզ կերտի, դա Քրիստոսն է, որի վրա իր ամբողջ հաճությունն է։ Ինքը դրա համար է մեզ համար վճարել, դրա համար է կանչել, որ մեզ իր սրտի փափագի պես դարձնի,
որը Քրիստոսն է։ Ամեն։ Իսկ այն մնացած բաները բարի գործակից են դառնում, այսինքն նպաստում են, որ դա կատարվի, որ Քրիստոսը մեր մեջ հայտնվի, սրա համար Շատ հետաքրքիր խոսք է։ Իրոք շատ հետաքրքիր է։ Աստծո տողատակը միայն Քրիստոսն է, Աբրահամ ջան։ Ինքը ամեն տեղ, Ես լրիվ համաձայն եմ, ասում եմ ամեն։ Ուրիշ բան չէր էլ կարող լինել։ Այդ տողատակը հասկանալի է դառնում, եթե ուզում ենք պատկերացնենք Աստծո ընդհանուր ճանապարհային քարտեզը, հենց ծննդոց առաջի 1-1-ից արդեն տողատակի մասին է խոսում, որն է Քրիստոսը։ Ինչ գեղեցիկ է։ Հա, երբ որ ասում լույս լինի, Քրիստոսին բերում է ստեղծագործության մեջ ինք։ Այո։ Ու ամեն ինչ իր շուրջն է հետո։ Միանշանակ։ Մի հատ էլ տեղ կարդամ խոստումների վերաբերյալ, որոնք որ մեր ժամանակը մոտենում ավարտին եւ ունենք դեռ հա մի 5 րոպե հերիք հա։ Հա։ Okay։ Տես, Եսայայի մարգարեության մեջ էսև ասում։ Եվ ասում է դեռ քիչ է որ դու իմ ծառան լինես։ Որ խոսքը։ Եսայա 49:6-7 Հակոբի ցեղերը վերականգնելու համար եւ Իսրայելի ազատվածներին հետ դարձնելու համար ես քեզ ազգերին լույս եմ շինել, որ դու իմ փրկությունը լինես մինչև երկրի ծայրը։ Մեծ խոստում է, չէ՞։ Պատվական խոստում է, ճիշտ է։ Դեմա տողատակը նայ։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի փրկիչը նրա սուրբը, անարգված անձին։ Անարգված հոգի ունեցողին։ Ազգերի ատելի եղողին։ Իշխանների ծառային, ում ասում նույն մարդուն, որին պետք է ազգերին լույս դարձնի, չգիտես ինչի դարձնում է բոլորի կողմից ատելի, անարգված, մերժված ծառա։ Բար մնաց ազգերին լույսը լնելը։ Հենց սա է, որովհետև նրա ասած լույսը ու մեր ասած լույսը տարբեր է։ Մեր ասած լույսը դա նրա զորության դրսևորումներն է մեր միջոցով, նրա ասած լույսը ճզմելն է մեզ, ճզմելը, որպեսի հանի այն նյութը մեզանից, որը վառվելով լույս է տալիս։ Զաժիգա է։ Որը համաձայն է իր կյանքը ուրիշների համար վատնի։ Ոչ թե կարիերայի համար, ոչ թե նպատակի համար։ Այստեղ արդեն հասկանում ենք 23 Սաղմոսի իմաստը ամբողջ։ Հա։ Ինձ խոտ Մավանշուկի ձորը լավ էր սկզբից, ինչ վատ էր։ Կանաչ մարգագետին ջրեր, հանգիստ հոգի, ու մեկ է շերեղ։ Բայց հենց դրան տես ինչ ասում։ Թագավորները պիտի տեսնեն եւ ոտքի կանգնեն։ Իշխանները եւ երկրպագություն անեն։ Տիրոջ համար, որ հավատարիմ է Իսրայելի Սուրբի համար, որ քեզ ընտրել է։ Ինչ զարմանալի է։ Տես, Աբրահամ, մի հատ միտք ասեմ ու վերջացնեմ։ Փառք խոստումների մեջ մոխրացում փառքի, հետո այդ մոխրացած փառքի տեղ լրիվ ուրիշ ծևի փառք։ Հիշում ես Եսայա 61-ը Սիոնի սգավորներին ընտրելու նրանց մոխիրի տեղ փառք տալու։ Այդ ինչ մոխիր է։ Այդ այն փառքն է, որ իրանք սկզբից ուրիշ ձև էին պատկերացրել, որը մոխրացել է։ Քեզնից ոչինչ չի մնում։ Հետո նոր այդտեղ դրա վրա գալիս է այն փառքը, որը Աստծուն արդեն Քրիստոս։ Արմեն ջան, այս թեման ես քեզ այսպես ասեմ, ստատիստիկա 100-ից 10 են ընկալում ինչի մասին է խոսքը։ Տեր ասում էր հիմա բաներ եմ անում, որ չես հասկանում, հետո կհասկանաս։ Կարող է։ Երանի։ Հա, կարող է հետո։ Երանի են մարդուն, ով ուզում է սա հասկանա։ Հա։ Ով գիտես, գուցե չենք հասել այդ աստիճանի, գուցե չենք իջել դեռ։ Գուցե դեռ լավ կոմֆորտի մեջ ենք, սիրում ենք կոմֆորտը, բայց մի հատ բան, որ միշտ ասում եմ, ուզում եմ հիմա էլ ասեմ, ընդամենը ուզենաս սրտի ցանկությունը դա լինի, որ նրա պատկերին կերպարանակից լինել, ինչ գնով էլ որ լինի, դա արդեն ընդունելի է։ Ուրեմն հույս կա։ Տերը մեզ կտանի ճանապարհներով, Աբրահամ, որտեղ որ մենք շատ կուզենանք մեզանից ազատվենք։ Այ
ուզենալ ազատվել ինքդ քեզանից։ Այդտեղ ինքը կարա անի այդ գործը։ Բայց եթե կեղծիքով ենք շղարշված, փորձում ենք կրոնական ինչ-որ տեսք ընդունել։ Ես իմ մասին եմ խոսում։ Ես չեմ խոսում ընդհանուրի։ Սա շատ վտանգավոր է, իրոք շատ վտանգավոր է։ Սա ինքնախաբեություն է, սա լավ տեղ չի տանի մեզ։ Սա նայա որ մենք մեզ զրկում ենք լավագույնից։ Այո։ Մենք մեզ զրկում ենք Քրիստոսից։ Եղբայրս շատ շնորհակալ ենք, այնքան աննկատ անցավ ժամանակը, չես պատկերացնի եւ իրոք երբեմն ասում եմ, որ շատ լավ է, որ թվում է թե կիսատ մնաց թեման, բայց լավ է, գիտես ինչի, որ մենք էլ մտածենք մի քիչ։ Այն որ ամեն ինչ ծամած դնում են մեր բերան, կներես կոպիտ բան ասեցի մի քիչ, դա այդքան էլ լավ չի, դա մանկական հասակ է, բայց երբ որ սկսում ես խորել սրա մասին մտածել, այս կոնտեքստի մեջ խոսքը կարդալ, հա, տողատակերը հասկանալու կոնտեքստի մեջ գժվելու հայտնություններ կունենանք մենք կսիրենք այս խոսքը։ Հակառակ դեպքում Աբրահամ լավ պատկերացրու։ Մենք հասնենք մեր ուզած լավագույնին, ամբողջ կյանքը դրա համար դնենք, հետո պարզվի որ դա ոչ մի բան էր։ Ճիշտ ես։ Ու բաց թողենք այն ինչ որ Աստված կա։ Վաու, շատ վտանգավոր է։ Շնորհակալ եմ եղբայրս։ Ուզում եմ ձեռքը ցեղնեմ համաձայնության նշան։ Ես եմ շնորհակալ։ Եվ այն հոգին ինչ որ քեզանով այսօր խոսքը փոխանցեց, իմ հոգին դա վերցրեց։ Իմ հոգին ժպտաց։ Իմ մեջ խաղաց իմ հոգին, կարելի է այսպես ասել, որովհետև այո, Տիրոջ ամբողջական նպատակը Աստվածաշնչից սկզբից մինչև վերջ հենց այս ծրագիրն է։ Մտար ես երակի մեջ, ինքը կտանի քեզ։ Կզարմանաս ինչեր կարա կյանքումդ լինի եւ ծառայի բարիի համար։ Ամեն։ Տերողն եղբայր։ Քո ողջով կխնդրենք ավարտենք եթերը, եթե կոչ ունես ասա եւ սիրով աղոթենք։ Չէ, կոչը ավելորդ կլինի, որովհետեւ ինչքան ուզում ես կոչ արա ի վերջո, ամեն մարդ պետք է պատկերացնի վճարելի գինը։ Բայց նաեւ այն որ արժե դա 100%։ Եվ Տերը ուժելա չէ տալիս։ Հա։ Տերը չի թողի մենակ։ Դավիթ ասում է դու իմ հետ ես։ Մահվան մեջով եմ անցնում, բայց դու իմ հետ ես։ Ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջևս։ Իմ աջ կողմն է։ Իմ աչը։ Գիտես խի, որովհետև մենակ Քրիստոսը կարա մեզ տանի Քրիստոսին։ Մենակ Քրիստոսը մեզ կարա տանի խաչին։ Մենակ Քրիստոսը կարա դարձնի այդ իրական արժեքները արժեք մեզ համար։ Ամեն։ Ամեն եղբայրս։ Սիրելի հայր, շնորհակալ եմ քեզանից այս նոր պարգևած օրվա համար։ Քո խոսքը ասում է, որ դու ես ստեղծել այս օրը ու դու աշխատել ես, որ այս օրվա մեջ մեզ համար ուրախության ու ցնծության պատճառներ լինեն։ Շնորհակալ ենք, որ դու հնարավորություն տվեցիր քո խոսքը կիսելու։ Աղոթում եմ, որ դու մեր մեջ քո ճաշակը դնես։ Վաու։ Քո ճաշակը, որ Քրիստոսին է։ Ամեն։ Ուզում փափագում ամեն գնով։ Ամեն։ Դիր Տեր, մենք մեր անձերը քո զոհասեղանի վրա ենք դնում նորից։ Ու ասում ենք Տեր, շարունակի քո գործը, ինչ որ անում ես, որովհետև դու մեծ ես, հզոր ես, դու փառավոր ես, ու դու լավագույնն ես անում մեզ համար։ Ինչքան էլ որ մենք դիմադրենք քեզ, թող որ կիսատ չմնա Տեր, մինչև վերջ արա, որ ստանաս այն, ինչը որ քո սրտին ուրախություն ու փառք է պարգևում Աստվածին։ Օրհնի Տեր իմ եղբայրներին, քույրերին եւ քաշի դեպի քեզ։ Ամեն։ Որ մենք շարունակենք գալ, շարունակենք մնալ եւ շարունակենք թույլ տալ քեզ։ Թող քո անունը փառավորվի այդ ամեն բանի մեջ։ Ամեն Տեր։ Հիսուսի անունով։ Ամեն։ Փառքես։ Փառքես Տեր, շնորհակալ ենք այս առավոտի համար, խոսքիդ համար Տեր։ Օգնի մեզ ճանաչենք քո խոսքի տողատակերը, բացահայտենք, ապա կոդավորենք, նաև կարելի է սա ասել, երբ որ Հիսուս ասեց Սուրբ Հոգին գա, նա ձեզ կսովորեցնի, ինչը
խոսքի ետևում գտնված հոգևոր իմաստը, Աստծո ուզածը։ Այնպես որ Արմեն ջան, շատ շնորհակալ ենք եղբայր, Տեր օրհնի քեզ Տեր օրհնի, ես եմ շնորհակալ։ Առաջ Աստված ավելի հաճախ կտեսնենք։ Փորձենք։ Այո։ Սելի քույրեր, եղբայրներ, այսպեսին էր այսօրվա եթերը, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։